Իրականում մենք սա գնահատում ենք որպես ավելորդ բյուրոկրատիա, քաշքշուկ եւ նաեւ քաղաքական հետապնդման շարունակություն, որովհետեւ մեր պաշտպանյալը իր դիրքորոշումը հստակ արտահայտել է, որ ցանկանում է Իզմիլյան կենտրոնում անցնել վիրահատություն, իր նախընտրած բժշկական հաստատությունում իր կողմից վստահելի բժիշկների կողմից բժշկական օգնություն ստանալու կապակցությամբ դիմել է։ Բայց այս 2 ամիսա մենք մի քանի անգամ դիմումներով համապատասխան մարմիններին դիմել ենք, որպեսզի ապահովեն մեր պաշտպանյալի առողջության պահպանման իրավունքը, սակայն ձգձգում են ավելորդ ինչ-որ բաներ են անում, որոնք որ նախ անթույլատրել մարդու կյանքի, առողջության հետ կապված գործընթացի շրջանակներում, երկրորդն էլ գործ ունենք կալանավորված անձի հետ, որի իրավունքների պահպանության համար առանձին իրավական ակտեր են գործում։ Եվ ցավոք Արտադրության նախարարությունը, հենց նախարարը ասել էր, որ մենք ինչ-որ դիմումը ճիշտ չենք ներկայացրել, թե ինչ, իհարկե դա անհասկանալի է, զավեշտի մակարդակի է հասնում, որովհետև եթե նույնիսկ դիմումը պաշտպանները չեն կարողացել այնպես ձևակերպել, որ ենթադրենք, ինչ-որ ձևաթղթի սահմաններում պիտի տեղավորվեն, մինչդեռ այդպիսի ձևականություններ չկան, ապա վարչության շրջանակում, 2 ամսվա ընթացքում, ինչու չի մեզ պատասխան տրվել, որ ասենք ենթադրենք այս դիմումում, որ ներկայացվել է, այսպիսի թերություններ կան, որոնք շտկելուց հետո մենք կկարողանայինք այդ մեր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը իրականացնել իր առողջության պահպանման հարցերը ուրեմն կարգավորելիս։ Ընդհակառակը իրենք պատասխան են տվել, քրեակատողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ը պատասխան է տվել, որ հետազոտել են, արձանագրել են վիրահատության անհրաժեշտությունը, բայց առաջարկում են պլանային անվճար բուժօգնություն եւ վիրահատական միջամտության հնարավորություն այդ պատվերի շրջանակներում, կալանավորված անձանց համար։ Եթե տեսանկյունից նայենք, ապա ստացվում է այնպես, որ հենց Իզմիլյանի վրա են կենտրոնացած ու չեն թողնում, որ Սեփազան գնա Իզմիլյան։ Հիմա հակառակ դիրքորոշումը մեր կողմից, որ ինչու են ուզում ուրիշ հիվանդանոց տանել։ Ես էլ մտածում եմ, որ կարող եմ ենթադրել, որ տանում են ուրիշ հիվանդանոց, որ վատ բուժեն ու կյանքի սպառնալիք առաջացնեն։ Ենթադրենք, Եթե անձին օրենքով սահմանված կարգով կալանավորված անձ է հնարավորություն ունի իր հաշվին, իր նախընտրած բժշկական հաստատությունում վիրահատվելու, բուժում անցնելու, ապա ինչն է խնդիրը, այս ավելորդությունների։ Այն դեպքում, երբ արդեն Սեփազանի բուժումները ստացել է Իզմիլյանին, նա ունի այնտեղ վստահելի բժիշկներ, որոնց կարող է ապավինել իր առողջության հարցերը, կարող է նրանց վստահել։ Եվ դա օրենքով նրա համար նախատեսված է։ Հետևաբար իշխանությունների եւ համապատասխան գերատեսչությունների նման վարքը եւ այդպես ինչ-որ ցածրակարգ պատասխանները այլ բան չեն, քան Սեփազանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակություն։ Նորից դիմել ենք, հասնել ենք նրան, որ Սեփազանը իր նախընտրած բժշկական հաստատություն բուժօգնություն ստանա։